Բարև ձեզ Factor TV հյուրը պատգամավոր Հովիկ Աղազարյանն է, ողջույն, պարոն Աղազարյան։ Բարև ձեզ։ Ինչու իշխանափոխություն չեղավ հունիսի 7-ին ձեր կարծիքով։ Չեղավ, որովհետև ընդդիմությունը հավաքական իմաստով, միասնական ճակատով հանդես չեկավ, որովհետև բոլորը ուզում էին, որ իրենք լինեին կինոյի տղեն, իրենք սպանեին Դևին, եւ այլ։ Այդ պատճառով չեղավ, որովհետև իշխանությունը բոլոր դեպքերում միշտ էլ ուժեղ է անկախ ամեն ինչից, նաեւ ուժեղ է իր լծակներով, իր հնարավորություններով, իրավապահ համակարգով, իր ձեռքի տակ է։ Եվ այդ ամեն ինչը նաեւ իշխանությունը առավելագույնս օգտագործեց։ Թե մարդիկ չուզեցին իշխանափոխություն լինի։ Բնականաբար նրանք ովքեր որովհետև շատերը այս հարցը թողում են քաղաքական ուժերի դաշտում իշխանափոխության, բայց մոռանալով ոնց որ ուրիշ մարդիկ են որոշում կայացնում, ընտրողները։ Չէ, այդ 70 թե քանի ուժ կա, եթե բոլորը միավորվեն կլինի իշխանափոխություն։ Բայց չէ որ նրանց պետք է ընտրեն, համաձայն եմ, բայց բոլոր դեպքերում այնպես չէր էլի, որ քաղաքացիական պայմանագիրը 60%-ն հավաքեց, 50%-ի շեմը չհաղթարեց։ Եվ հավաքական իմաստով քաղաքացիական պայմանագիրը պարտված է։ Եթե նույնիսկ վերցնենք ասենք Արամ Սարգսյանին տված ձայները կամ Բաբաջանյանի տված ձայները, Շնորհապետական կուսակցությանը տված ձայները, այստեղ հետևյալն է, նրանք ովքեր որ ձայն են տվել Շնորհապետականին կամ Արամ Սարգսյանին արդեն ձայն տվածները, իրենք ձայն չեն տա Նիկոլ Փաշինյանին, որովհետև նրանք ովքեր գտնում էին, որ իրենց ձայնը կարևոր է, որ քաղաքացիական պայմանագիրը մնա իշխանությամբ, չնայած իրենք համակրում էին Արամ Սարգսյանին, համակրում էին Շնորհապետականին, իրանք արդեն իրենց ձայնը տվել են Նիկոլ Փաշինյանին, որպեսզի հանկարծակի սուրպրիզներ չլինի, բայց իրանք այն մնացածը որ ձայն են տվել, իրանք Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական որոշ հատվածին դեմ են տամար ձայն չեն տա։ Իհարկե ձայն չեն տա նաև Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի բնականաբար, բայց եթե իմաստն էլ Սամվել Կարապետյանի ձայն չէր տալու։ Այո, եթե չասենք զգալի։ Համաձայն եմ։ Բայց հետևաբար դուս ագարես որ հասարակության մի լայն զանգված մեսիջ է ուղարկել Նիկոլ Փաշինյանին, որ մենք այս բաների հետ համաձայն չենք, եւ հետևաբար ինքը պետք է դա պարտություն համարում։ Դա է ԿՊ պարտությունը համարում։ Հա, որովհետև ԿՊ-ն պետք է հավաքեր կներեք 220% ձայն։ Բայց 100% ձայներ են։ Այո, ծայրահեղացնում եմ։ Բայց եղել է իրավիճակ, որ այդ ձևի բաներ եղել, 96 թվականին այս ձևել եղավ, տեղամասեր կա, որ 200% ձայներ են հավաքել։ Այսինքն առաջարկում եք կեղծեր ընտրությունները։ Չէ, չեմ առաջարկում կեղծեր ընտրությունները, որովհետև վերջի տարում այնքան բաներ տեղի ունեցավ, այնքան բաներ արվեց, առողջապահության համապարփակ ապահովության համակարգը, թոշակների հանկարծահաս բարձրացումը, Եվրոպան եկավ Հայաստան, զինվորական շքերթ, այդ ամենը որ գումարում ես, պետք է շատ ձայն հավաքել, բայց ըստ էության ինքը հաղթեց ռեպրեսիվ ապարատը նաև կիրառելու ճանապարհով։ Այդ որ ասում են ինչ ա եղել, բանա, հա, չի ապացուցվի, ինչ ա եղել, ընտրակեղծարարության, ասենք կաշառակերության, ընտրակաշառքի դեպքերը հայտնաբերվել, իհարկե անմեղության կարգածը բան չանենք, դե դատարանը պետք է որոշում կայացնի, բայց չէ որ ես երբ որ քայլում էի դեպի ընտրատեղամաս, որ իմ ձայնը տամ Սամվել Կարապետյանին, մեկ էլ ասում եմ հերթական ընտրակաշառքի դեպքը, ուղղակի հետ եմ դառնում տուն։ Եվ դուք ընտրեցիք Սամվել Կարապետյանին։ Կոնկրետ ես։ Հա։ Չէ, Սամվել Կարապետյանին չեմ ընտրել, բայց չեմ ասի եմ ընտրել։ Ասեք էլի։ Չէ, չեմ ասի։ Ինձ թվում է սա պատմական հայտարարություն կլինի, պարոն Աղազարյան։ Չէ, չեմ ասի։ Եթե բացահայտեք։ Սամվել Չլինի ձեր նախկին կուսակցությանն եք ընտրել։ Դե ամենահավանական տարբերակներից մեկը դա, բայց չեմ ասի։ Ռոբերտ Քոչարյանի ուժին նկատի։ Ես Ռոբերտ Քոչարյանի ուժին չեմ բանանում։ ԿՊ-ն եք ընտրել, պարոն Աղազարյան։ Չէ, բացառված է ԿՊ-ն։ ԿՊ-ին չեք ընտրել, Կարապետյանին չեք ընտրել, Քոչարյանի ուժին չեք ընտրել։ Չկան դե, ասենք չի կարել Մամարուկյանին ընտրել օրինակ։ Հա, դե դա արդեն ուրիշ հարց։ Բացահայտեցիք ամեն դեպքում, պարոն Աղազարյան, բայց հետաքրքիր մի բան էլ տեղի ունեցավ վերջին մի 5-6 տարում, ըստ տարբեր տեղեկությունների ես չեմ ուզում ուղղակի պնդել, Նիկոլ Փաշինյանը հիշում եք իր հայտնի ուղիղ եթեր նոյեմբերի 9-ի գիշերը, այն ժամանակ ասում են, որ նա բունկերից է այդ ուղիղ եթերը արել, ես չեմ ուզում պնդել, ոչ էլ հերքել, հա, այսպես
ինչպես ինքը կասեր օթում կախված տեղեկության Ասում բունկերից էր հետո ինչ։ Ճիշտ էր, հա։ Այս ժամանակ նոյեմբերի 9-ի գիշեր նա թաքնվում էր կատաղած ցուցարներից, որոնք այսօրվա ըստ երևույթին ընդդիմության մի մաս է ցուցարների կողմնակիցներ էին, բայց Նիկոլ Փաշինյանը ինչ արեց։ Բունկերից դուրս եկավ, ոչ միայն հաղթեց 21-ի ընտրությունները, հաղթեց 26-ի ընտրությունները, այդ ընթացքում Արցախի կորուստ տեղի ունեցավ, դաժան բաներ տեղի ունեցան, բայց նա հաղթեց, ոչ միայն հաղթեց իդեպ, այլև այսօր սպառնում է իրեն հետապնդող բունկերում հետապնդող ցուցարարների քաղաքական առաջնորդներին վրեժ խնդիր լինել, նստեցնել, պատժել եւ այլն։ Սա ինչ ֆենոմեն էր, պարոն Աղազյան։ Այ ինչու է այդպիսի բան տեղ ունեցավ, որովհետեւ երկրորդ քաղաքական գործիչ, ես չգիտեմ, կվերապրեր այդպիսի բան, թե չէ։ Ես իդեպ սա ոչ գովաբանական տեսանկյունից եմ ասում, ոչ էլ այսպես բացասական, ուղղակի դա մեր աչքի առաջ է տեղի ունեցել։ Դե, չէ, որ Նիկոլ Փաշինյանը այսպես կոչված երևույթ է, դա ես 16 թվականին եմ ասել։ Էվորիկը ամեն ինչ ճշգրիտ է անում իշխանությունը պահելու համար, դա էլ է ակնհայտ։ Բայց օրինակ ես ունեմ իմ բանաձևը։ Գնեք ինքն է տաղանդավոր, թե ընդդիմությունն է անդաղանդ այդ տրամաբանությամբ։ Չէ, նախ ինքը տաղանդավոր է։ Այդ հանկարծ իմ կոմունիկացիոն չասեն Նիկոլի պրոյեկտն է նորից ասեք այսպես կերամար։ Հա, նախ ինքը տաղանդավոր է, այդ հեչ։ Հիմա բայց տաղանդավոր է, բայց իր տաղանդը ինքը ինչի համար օգտագործում։ Հիմա ինքը իշխանությունը պահեց։ Կպահի երևի թե։ Իհարկե, եթե սա բանը Բարգավաճ Հայաստանը չմտնի խորհրդարան, ես իրեն չեմ ճանաչելու որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Ինչպես չեմ ճանաչել Ռոբերտ Քոչարյանին որպես նախագահ, Սերժ Սարգսյանին որպես նախագահ, ուշ Լևոն Տեր-Պետրոսյանին որպես նախագահ, չեմ ճանաչել, ես ընդունել եմ որպես իմ երկրի ղեկավար։ Հիմա ես եթե Բարգավաճ Հայաստանը չմտավ խորհրդարան, ես իրան նույնպես չեմ ճանաչելու Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Բայց բոլոր դեպքերում էլ իշխանությունը ինքը պահեց։ Հիմա պահեց իշխանությունը։ Ինչ նպատակով է իշխանությունը պահում։ Այդ հարցերի հարցը սա է։ Ես այդ կներեք, բանը, այդ իմաստով ես բանաձև ունեմ մի հատ, էլի, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, որ գտնվում է իշխանության, պետք է ամեն ինչ անի օրենքներով եւ սահմանադրությամբ նախատեսված կարգով իր իշխանությունը պահելու համար, որպեսզի իր ծրագրերը հասցնի կյանքի կոչել, որովհետեւ երբեք որևէ կառավարություն իր ծրագիրը առավելևս հեղափոխությունից հետո 100%-ով չի կարող կատարել։ Իրեն ժամանակ է պետք։ Հասկացանք, բայց մյուս կողմից էլ յուրաքանչյուր քաղաքական ուժ, որ գտնվում է իշխանության, պետք է միշտ պատրաստ լինի իշխանությունը կորցնելու։ Նիկոլ Փաշինյանը պատրաստ չի իշխանությունը կորցնելու։ Եվ ինքը լիքը օրինախախտումներ արել հիմա, շատ օրինախախտումներ արել։ Եվ այդ իմաստով ես կարող եմ զուգահեռներ անցկացնեմ 90-ական թվականների հետ, երբ որ ուղղակի արկղերը տանում էին, փոխում էին, բերում էին նոր արկղեր, ասենք համապատասխան քանակի քվեաթերթիկներով։ Հիմա դա արվել է տեխնոլոգիական եղանակով, ժամանակակից եղանակով, այդ նույն բանն է արվել, առանց որևէ կասկածի։ Այդ ձևով է հիմա ինքը իշխանությունը պահել։ Եվ այդ իշխանությունը շատ հեղեղուկ է, եթե կախված թե ինքը դրանից հետո ինչ քայլերի իրականացնի։ Եվ ընդհանուր ես համեմատում եմ 96 թվականի դեպքերի հետ, երբ որ Վագներ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի հետ Վանոսի դեղենատուղի եթերել եւ Վագներ Սարգսյանը ասեց, որ մենք եթե 100% Վազգեն Մանուկյանը ձայն հավաքել, մենք իշխանություն չենք տա։ Նույն բանը ինքը արեց քվեարկությունից հետո գիշերը ժամը 2-ին։ Նույն բանը արեց։ Ասենք ինքը ուղղակի բոլոր մարմիններին, որ դա տեսեք ինչ է կարում դե թվաբանությունը եւ այլ։ Ինքը բացարձակ։ Եթե այդ օրը ժամը 2-ին ընտրակերտիկ տեղի ունեցավ, բա այն տասնյակ հազարավոր, 100,000-ավոր ցուցարները ուր են, ովքեր համարում են, որ իրենց քվեն գողացվել է։ Հիշում եք, չէ՞, նախորդ տարիներին կային այդ ցուցարները։ Գիտեք ինչ կա, ես շարքային ընտրող եմ։ Այ դուք ինչու փողոց դուրս չեկաք։ Ես շարքային ընտրող եմ։ Եվ ես երբ որ մենք պարոն Ասլանյանին հետ առաջարկում էինք ընդդիմությանը համախմբման բանաձև, նմանատիպ սցենարներ էինք կանխատեսում ընդհանուր միջով որևէ ուժի հանին Տարաշավից, այդ չեղավ նմանատիպ ուրիշ բաներ տեղի ունեցավ, երբ որ մենք առաջարկում ենք ընդդիմության համախմբման բանաձև պարոն Ասլանյանի հետ, մեզ ասում էին մեր ընդդիմախոսները,
ընդդիմադիր դաշտից, որ եթե այդպիսի քայլերի գնա, կառաջանա հեղափոխական իրավիճակ։ Ես ասում եմ սիրելիներս, այն 100 հոգին, որ ձեզ ձայն են տալու, պայմանական 100 հոգին, որ ձեզ ձայն են տալու, եթե դուք իրանց հրավիրեք փողոց, 2 հոգին դուրս չի գա։ 2 հոգին, որովհետև Նիկոլ Փաշինյանը հիմա այնպիսի վախի մթնոլորտ է ստեղծել ամբողջ հանրապետությունում, այնպեսի վախի մթնոլորտ է ստեղծել եւ երբ որ ասում է հելեք փողոց, մարդիկ հասկանում ասում են հելեք փողոց, որ ձեզ նկարենք բոլորիդ, որ ակտիվիստներին ջոգենք, որ ստատկացնենք, որ 31 թվականին խնդիրներ չունենանք։ Հետեւաբար մարդիկ փողոց ելնելու այդ բանը Կարծում եք վախեցան, բայց Սերժ Սարգսյանի իշխանությունից Քոչյանից չեն վախենում, որ դուրս են գալիս։ Չէ՞ որ անարդարության զգացողություն կար, երբ որ անարդարության զգացողություն է լինում, մարդը պատրաստ է անգամ մահվան ընթառաջ գնալ, ինչ մնաց Փաշինյանի իշխանության։ Դա գիտեք ինչ կա, հիմա Փաշինյանը 730,000 դեն հավաքել, ես գտնում եմ, որ 500,000 դեն հաստատ ինքը ունի։ 500,000 կոնկրետ ձայն ինքը ունի եւ Սերժ Սարգսյանը չուներ այդքան ձայն, ոչ որ Ռոբերտ Քոչարյանն ուներ այդքան ձայն։ Այսինքն հասարակության մեջ ներս չի որ բևեռացում է այդ իմաստով այնքան ուժեղ է, որպեսզի հեղափոխական վիճակ առաջանա։ Հեղափոխական վիճակ կարող առաջանա Աստամանադության հետ կապված, հեղափոխական իրավիճակ կարող առաջանա այն ժամանակ, երբ որ Նիկոլ Փաշինյանը պատրաստի փաստաթուղթ ստորագրի այսպես գոչված ադրբեջանցի փախստականների վերադարձի հետ կապված։ Այդ ժամանակ հեղափոխական իրավիճակ առաջանա եւ իրեն ձայն տվողների մեծ մասը ելել են իր դեմ։ Սամվել Կարապետյանը ինչպիսի ընդդիմադիր առաջնորդ է ձեզ համար։ Սամվել Կարապետյանը որքան էլ որ հզոր տնտեսական գործիչ է, բիզնեսմեն եւ այլ, թույլ եւ անփորձ քաղաքական գործիչ։ Մենակ իրաց մի բանաձև է, որ հրբանեմ, ուղղակի քարոզարշավի շրջանակներում աշխատում ենք զուսպ լինել, որովհետև ասենք այսպես կոչված ընդդիմադիր դաշտում ենք գտնվում, որպեսզի չթիրախավորենք ընդդիմադիր գործիչներին, դրա չենք ասում, բայց միայն մի նախադասությունը բավարար էր, որ բացասական ազդել իր նաև բանի վրա։ Այն նախադասությունը, որ ասում էին ուժեղ Հայաստան միայն Սամվել Կարապետյանի հետ, միայն բառը այդտեղ ավելորդ էր։ Միայն այո որ ասում կինոյի տղա, Դևին սպանել, բաման, ես չեմ ուզում որ Դևին մի հոգի սպանի։ Դևին մի հոգի սպանիքն է դառնալու Դև, կարող է Դևեցել ավելի վատ։ Հետևաբար այդ միակ այդ բանաձևը, որ իր խորհրդատուները խորհուրդ էին տվել, որ ասում են միայն Սամվել Կարապետյանի հետ ուժի դիրքերից են խոսում եւ այլ, դա քաղաքական անփորձության նշան էր։ Բայց պետք է նկատեմ, խոստովանեմ, որ ես հաճելիորեն զարմացած եմ մասնավորապես Նարեկ Կարապետյանի քաղաքական աճի հետ կապված, այս ժամանակահատվածում 6-7 ամիսների ընթացքում սկզբնական շրջանում ես շատ անփորձ էին, չեմ ասում թույլ էին, դա անփորձ էին, փորձառություն են, թույլ էին։ Եվ նաև Սամվել Կարապետյանն, տեսեք, էլեմենտար ձևով մեկ Վահագ Ալեքսանյան ընդդիմադիր դաշտը ջախջախեց։ Ոնց։ Ասավ բոլորը եկել են ու իհարկե վարչապետի խոսքերն էր, բայց բոլոր դեպքում մի քիչ անդադար օգտագործում էր։ Բոլորը գալիս են, որպեսզի Ռոբերտ Քոչարյանին սարքեն երկրի ղեկավար։ Բոլորը գալիս են, որպեսզի Ռոբերտ Քոչարյանին սարքեն երկրի ղեկավար։ Սրանք էլ արի մենք բան չանենք, որևէ այսպես կոչված ճակատի մակատի հետ կապված համաձայնության չգանք, որովհետև կհաստատվի իր ասածը եւ դա վատ կլինի։ Հա, ասում է, ուխտը նստած կուզես մանգալից որն է։ Դες ինքը այդ քայլն արեցին, իրանք այնքան քաղաքական նյութ չունեցան, որ դրան հագադարձ մեծ համապատասխան բանաներին եւ հաղթահարային այդ բարերը։ Չարեցին քաղաքական փորձառություն։ Վահագն Ալեքսանյանը կանխեց ընդդիմության միավորումը։ Ես մի քիչ ծայրահասում եմ, մի քիչ, չէ, իհարկե վարչապետը։ Դա նկատի ունեք։ Այո։ Որ ընդդիմությունը վախեցավ։ Եթե ընդդիմությունը գնար ճակատով, առանձին, այսպես կոչված ցուցակներով եւ ճակատով ինչ որ մենք առաջարկում էինք եւ հայտարարել էին որ ձևավորում են 4 ամսվա կառավարություն, ժամանակավոր կառավարություն, քաղաքացիական պայմանագրին հեռացնում են իշխանությունից եւ գնում են նոր ընտրությունների արդար, հավասար, առանց ռեպրեսիվ ապարատի գործունեության, առանց վարչական ռեսուրսների կիրառման ընտրությունների, ապա դա շատ էապես կփոխել վիճակը, որովհետեւ ընդդիմությունը քիչ ձայն չի հավաքել, ահագին ձայն է հավաքել, ներս չի որ բանա չգնացին այդ քայլին եւ այդ քայլը բանա եւ մեր կարծիքով կամ այդպեսի բան պետք է անեն կամ նման բան պետք է անեն հիմա չարվեց ասում եք Սամվել Կարապետյանը
ձեր բառերը թույլ եւ անփորձ քաղաքական գործիչ է։ Ինչու է մտել քաղաքականությունը դեպքում։ Չէ՞ որ Հայաստանի քաղաքացիների մի զգալի մասը 3 միլիոն բնակիչ կա, քաղաքացիները եւ ավելի շատ են, կուզենար ունենալ չասեմ $1 միլիարդ, $100,000 կամ $1 միլիոն եւ գնալ այսպես հանգիստ ապրել։ Կարապետյան ունի այդ հնարավորությունը, բայց հանգիստ չի ապրում, եկել է քաղաքական դաշտ, դուք կարծում եք հայրենիքը փրկելու կարիք կար եւ այդ պատճառով եկել, թե այլ գործոններ կան, լինելով ոչ փորձառու ձեր բառերով ասեմ։ Չէ, եթե դուք ակնարկում եք Ռուսաստան, Մուսաստան եւ Չէ, ես ոչ մի բան չեմ ակնարկում, կարող է նա ասում է ես եկեղեցուն եմ պաշտպանում, այդ ձեր վերլուծական կարողությունները ինչ գնահատական են առաջացնում։ Ես քանի որ ես մի քիչ բանը հավատքից այսպես կոչված բանը հերու մարդ եմ։ Երբեք լավ չեք եղել, այո։ Հա, եւ նաեւ լավ էլ չեմ եղել, ասեք ճիշտ ասած։ Հետևաբար յոմա շատ դժվար է գնահատական տալը, բայց բոլոր դեպքերում իսկ քանի որ պարոն Կարապետյանը շատ մոտիկ է այդ իմաստով եւ միշտ եկեղեցու կողքին է եղել, շատ հավանական է որ դա է եղել դրդապատճառը որպեսզի որ ինքը գտնում է որ այդպես անկեղծ մղումներով որոշեց կաթողիկոսի ինչ ասեմ հիմա ես չեմ կարծում որ ինքը այդ տարիքում ասենք տեսեք հիմա ասենք երիտասարդներին վերցնենք մի 40 տարեկան 30 տարեկան 35 տարեկան իրանք երբ գալիս են իշխանության կամ իշխանության մաս են կազմում իրանք զգում են իշխանության այսպես կոչված այդպես կոչված ինչ ասեմ բերկրանքը բուրմունքը ամեն ինչը զգում են եւ հետեւաբար որ դասասես արիքեզի 7 միլիոն փող են տալիս 10 միլիոն դոլար փող են տալիս գնամ գործ չունես դեպուտատ դառնաս գնամ իրանք չէ գնահատել որպեսի բանան է որովհետեւ դա ուրիշ զգացողություն է ես չեմ կարծում որ Սամվել Կարապետյանի մոտ այդ զգացողությունը կար կամ չեմ կարծում որ Նարեկ Կարապետյանի մոտ այդ զգացողությունը արտնացել է որպես արդեն երիտասարդ քաղաքական գործիչ Ուղղակի պետք է ենթադրել, որ բանը եկեղեցու հետ կապված դիրքորոշումը որ կար, դա դրդեց երևի բանան եւ ասենք գնաց դնագնդին գնաց, էլի եւ հասարակության մի լայն մասել նորություն էր ուզում, չէր ուզում Ռոբերտին, չէր ուզում Սերժին, ասենք նաեւ այդ հաշվարկն արեցին, բայց հաշվարկը միջևեր ճիշտ չեղավ։ Բաներ կա, որ հիմա ես հարմար չեմ գտնում ասեմ, իհարկե, որովհետեւ ինչ ճիշտ չեղավ օրինակ Ինչպես Ինչը ճիշտ չէ։ Ճիշտ չեղավ, որ ասենք Սամվել Կարապետյանը չհամախմբեց ընդդիմությանը։ Ես բանի ժամանակ, էլի քարոզարշավի ժամանակ հետևյալ նախադասություն եմ ասել, որ եթե ընդդիմադիր դաշտը չհամախմբվի պարոն Ասմինյանի եւ իմ առաջարկած ճանապարհային քարտեզի կամ դրան նման մոտ մի այսպես կոչված բանաձևի շուրջ, ապա բոլորը նպաստելու են Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը։ Կամա թե ակամա ով կամա, ով ակամա, բարձ կրնի ընտրություններից հետո։ Հիմա ուշադիր տենում ենք, թե ուզում ենք հետևենք, հասկանանք ով ակամա, ով կամա։ Սամվել Կարապետյանը ասում էր, մեզ ընտրողների 40%-ը դեռ էմոցիաների տակ են, նրանք ցանկանում են, որ չվերցնենք մանդատը, 60%-ը ասում է վերցրեք, որոշումը մենք կայացնելու ենք, մենք ի վիճակի ենք մեր ճիշտ որոշումը կայացնենք։ Այսինքն կվերցնեն մանդատները։ Եթե Բարգավաճ Հայաստանը մտնի խորհրդարան, ապա ես գտնում եմ, որ մանդատները վերցնելը ճիշտ է հենց պետականության առումով, որովհետև իշխող կառավարող ուժի եւ ընդդիմադիր ուժի բաները շատ մոտիկ են իրար, ես սա հնարավորություն է տալիս Եթե եւ թե ընդդիմադիրները, թե պետության ղեկավարները, եթե առաջնորդեն պետության շահով, այս հանգամանքը օգտագործել արտաքին քաղաքականության մեջ ճկուն դիրքորոշումներ ունենալու համար։ Դա շատ ճիշտ կլինի, եթե Բարգավաճ Հայաստանը մտնի խորհրդարան եւ վերցնեն։ Եթե Բարգավաճ Հայաստանը, որովհետեւ օրինակի համար, ես ասում եմ հետո միշտ միտքը, որովհետեւ օրինակի համար, երբ որ Նիկոլ Փաշինյանը Արտաքին ճնշումների պարագայում Ադրբեջանի հետ կապված այսպես կոչված հարաբերություններ Թուրքիայի ճնշման տակ ստիպված լինի համալրության փոփոխության գնալ հայտնի իմաստով ապա ինքը պիտի հրավիրի այդ դեպքում այդ ուժերի լիդերներին ասի ինչ եք ասում ախպեր ջան Բայց ասում եմ Ծառուկյանը բան է ճնշումների ենթարկվող է նույնն էլ Սամվել Կարապետյանի ուժից ըստ իշխանական տարբեր պատգամավորների ընդհուպ կամ իշխանության տարբեր ներկայացուցիչների ակնարկել են, որ նրանցից կարելի է մարդկանց քաշել դեպի ՔՊ-ի կողմ։ Այդքան գաղափարական չեն։ Այ Քոչարյանի ուժից չեն ասել, որ
դաշնակցականներից կամ Քոչարյանի ուժից հնարավոր է ինչ-որ մարդկանց վերցնել։ Տեսեք, օրինակ ես չեմ պատկերացնում Լիլիթ Գալստյանին կամ Գեղամ Մանուկյանին։ Լիլիթ Գալստյանի, Գեղամ Մանուկյանին կարելի է նստել խոսալ եւ պետականության հետ կապված ասեք որևէ բանի գալ կոնսենսուսի։ Այն մյուս ուժերին հանկարծ վիրավորանք չընկալեն, ես զուտ վերարտադրում։ Գագիկ Տարոկյանի առաջի համարներն այդքան էլ բան չեն, բայց Սամվել Կարապետյանի 30 հոգին մենք մի 5 հոգու եմ ճանաչում ընդամենը եւ հետեւաբար չեմ կարող գնահատականը տամ եւ այդ ռիսկը կա, բայց դա չի նշանակում որ չպետք է վերցնեն մանդատները։ Բոլոր դեպքերում, եթե նորից եմ ասում, Բարգավաճ Հայաստանը մտնում է խորհրդարան, ապա մանդատները պետք է վերցնեն։ Եթե Բարգավաճ Հայաստանը չի մտնում խորհրդարան, ապա մանդատները չպետք է վերցնեն, որովհետև դա սա չլասված, չտեսնված, այսպես կոչված ընտրակեղծարարությամբ հանցագործություն կներեք նաև հանցագործության էլեմենտներով ձևավորված իշխանություն կլինի, դա բան անթույլատրելի է։ Բայց ընդդիմությունը ինչքանով է ամուր լինել։ Այդ դուք ասում եք վերցնեն մանդատները գնան եւ խորհրդանում օրինակ դիմադրեն իշխանության այս կամ այն քայլերին, հա, այդ տրամաբանությամբ էր, հատկապես արտաքին քաղաքական հարցերում, դա է ձեր ասածը։ Իսկ դուք ո՞նց եք բացառում, որ իշխանությունը տարբեր երիտասարդ դեռևս կյանքում մի հրապարակային խոսք չասած ընդդիմադիր տարբեր գործիչների, ասենք Կարապետյանի ուժի առաջի 30 համարին կամ այն մնացածին ովքեր գալու են, չի վերցնելու իր դիլապետության ներքո։ Եթե Սամվել Կարապետյան, արդեն գասը Սամվել Կարապետյանի դիրքորոշման հարցը, եթե Բարգավաճ Հայաստանը մտնում է ազգային ժողով եւ Սամվել Կարապետյանը վստահ չի իր առաջի 30-35 անդամների վրա, ապա նույնիսկ պետք է չվերցնեն, այո։ Եթե վստահ չի, պետք է չվերցնեն, որովհետև այդ դեպքում աղճատվում է ժողովրդի կողմից ձևավորված իշխանությունը, աղճատվում է, այսինքն չի դառնում իշխանության, որովհետև ընդդիմությունը լա իշխանության մաս, կառավարող ուժն է իշխանության մաս, չի դառնում այդ հակասությունների պայքարի թատերաբեմ, որտեղ ծնվի պետության համար շահավետ որոշումներ։ Հետևաբար ավելի հստակեցնենք դեր ասած ուղղումների հիման վրա։ Եթե Սամվել Կարապետյանը վստահ չի այդ դեր ասած կոնտեքստում իրենց ցուցակի առաջի 30-35 անդամների վրա, ապա մանդատները չպետք է վերցնել ոչ մի դեպքում։ Եթե վստահ է եւ Բարգավաճ Հայաստանը չի մտնում խորհրդարան, նորից չպետք է վերցնել մանդատները։ Եթե վստահ է եւ Բարգավաճ Հայաստանը մտնում է խորհրդարան, ապա անպայման պետք է վերցնել։ Պարոն Աղազյան, բայց ենթադրենք չեն վերցնում մանդատները ընդդիմության ներկայացուցիչներ, չնայած Կարապետյանը այսօրվա խոսքից դատելով մտադիր են վերցնել անկախ ԲՀԿ-ի ճակատագրից, որովհետև կրկնեմ խոսքը, մեր ընտրողների 40%-ը դեռ էմոցիաների տակ է, ասում են՝ մի վերցրեք մանդատները, այսինքն նրանք, ովքեր ասում են՝ մի վերցրեք մանդատները, թիրախավորվում են որպես էմոցիոնալ, այսինքն հաշվարկ չանող մարդիկ, ենթադրում եմ, էլի, սա զուտ մեկնաբանություն է, կարող է սխալ եմ։ 60%-ը ասում է վերցրեք, մենք կորոշենք։ Ստացվում է վերցնել են։ Եթե նույնիսկ չվերցնեք։ Կներեք, ընդհատեմ 1000 ներողություն։ Կարող է սխալ եմ հասկացել։ 1000 ներողություն ընդհատեմ, չէ, որովհետև տեսեք ես ասեցի, չէ, որ կամա թե ակամա կպարզվի ընտրություններից հետո։ Հիմա եթե Բարգավաճ Հայաստանը չմտնի խորհրդարան եւ Սամվել Կարապետյանը վերցնի մանդատները, ապա Սամվել Կարապետյանը կամա, ոչ թե ակամա, կամա նպաստել է Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը։ Խնդրեմ շարունակեք։ Բայց Նիկոլ Փաշինյանը վերարտադրվել է, պարոն Աղազարյան, կապ չունի ԲՀԿ-ն կանստի, չէ, ինքը վարչապետ է վերարտադրվել։ Մի բանը սովորական մեծամասնություն, մի բանը որակյալ մեծամասնություն։ Ճիշտ է, բայց որպես վարչապետ ինքը հասկացաք, թող բան ասում, հա։ Դե որ վարչապետը այդ ձևով կլինի վարչապետ, բանը կնստի Նիկոլ Փաշինյանը երեկոյան կմտածի պետականության հետ կապված այս կամ այն դիրքորոշում, որ պիտի Մակրոնի հետ խոսա, Մակրոնը պիտի իրեն ասի Նիկոլ ջան, եթե վաղը այս հարցերը ես գլուծես, կասի եթե համ գլուծեմ, բայց կես ժամ հետո ես վարչապետ չեմ լինի, ախպեր։ Օրինակի համար, մեզ 3 հոգի կասի Էդյան եւ ես վարչապետ չեմ լինի։ Նիկոլ Փաշինյանը դա որպես զենք կօգտագործի, Վահան կօգտագործի իր դիրքորոշումները օգտագործելու համար։ Իսկ երբ որ պիտի ասես ձևեր թափենք, բան թափենք 40%-ը, 60%-ը, բանման նշանակում է այդ տունտունիկները, ուրեմն մենք հասկացանք, որ դա արդեն հենց կաման կլինի ինքը։ Եթե Բարգավաճ Հայաստանը չմտավ խորհրդարան, Սամվել Կարապետյանը վերցրեց մանդատները, ուրեմն ինքը Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն է, ոչ թե ես եմ Նիկոլ Փաշինյանի պրոյեկտ։ Ասեք։ Մասկի ապագան։
Մասի ապագան դե ժամանակը ցույց կտա։ Հիմա ոչ պարոն Ասլանյանը ոչ էլ ես չեք պատրաստվում գնալ քաղաքական թոշակի, այնքանով որքանով որ մենք պահանջված կլինենք, ընդունված կլինենք հասարակության կողմից, որպեսզի մենք մեր դիրքորոշումը արտահայտենք ժամանակ առ ժամանակ կամ այս կամ այն քաղաքական ազգին ունենանք մասնակցություն կունենանք։ Եթե մեր դերակատարությունը էական չլինի, փոքրանա կամաց մենք բան կանենք, հիմա մաս որպես կուսակցություն կմնա թե չէ, դա էլ արդեն ժամանակը։ Ըստ ում բարձր թոշակ չէ կստանաք որպես նախկին պատգամավորներ։ Չէ, 2000-ի չափած, բարձր է։ Ճիշտ չի, հա։ Մյուս թոշակառուները կերազեն, պարոն Աղազարյան, այդպիսի թոշակ ստանան։ Մենք դες վրեդի ցեղում ենք աշխատում։ Իսկ Սամվել Կարապետյանի կոնսոլիդացիան այդ շարժմանը կարող եք միանալ։ Կա այդպիսի քննարկում կամ ցանկություն։ Ասել է, որ ընդդիմությանը դիրքորոշը միշտ եղել է հրապարակավ, Սամվել Կարապետյանի եւ նա շրջապատի որևէ մեկ ներկայացուցիչ հետ մեկ որևէ շփում չենք ունեցել, եթե ընդդիմադիր դաշտը կհամախմբվի հետեւյալ սկզբունքով, որ ոչ թե Աղազարյան Հովիկը միանա Սամվել Կարապետյանին դառնա Սամվել Կարապետյանի ենթական, Ժիրասեվ Ֆիլյանը միանա Սամվել Կարապետյանին դառնա Սամվել Կարապետյանի ենթական, որտեղ դա չի աշխատել բանաձևը։ Եթե այդ բանաձևը իհարկե չէ։ Եթե Ժիրասեվ Ֆիլյանը կամ մյուս քաղաքական գործիչներ, հիմա մենք ես ոչինչ եմ ասում, որ պարոն Ասլանյանին մենք կապվեցինք, մենք այդ կդառնանք իրաց ենթական։ Եթե այդ քաղաքական ուժերը միավորվեն հավասար մակարդակով եւ լուծեն մի 2-3 խնդիր կամ պատրաստական լինեն լուծել մի 2-3 խնդիր, այո, կարող ենք միանալ։ Դե հավասար ոնց կարող են լինել 340,000 ձայն ստացած ուժը եւ 5,000-10,000 ձայն ստացած ուժը ոնց կարող են հավասար լինել։ Բայց ի՞նչն է քեզ անհանգստացնում։ Նիկոլ Փաշինյանը գերացնեք իշխանություն, քաղաքացիական պայմանագրի գերացնեք իշխանություն, ելի դուք 500,000 ձայնը ստացի եւ դառնա իշխանություն, ո՞վ բան ասում։ Ով է լինելու հաջորդ խորհրդանի Հովիկ Աղազարյանը։ Չէ։ Ով կարող է ձեր բացը լրացնել, պարոն Աղազարյան։ Դժվար ասել, արդեն բանա։ Որովհետև Փաշինյանը մտնես չվերաբերվեց, ասենք։ Ձեզ։ Ասենք, ինքը ձևի արեց, որովհետև մարդիկ չլինեն։ Եվ հիմա վերջի բանն էլ ակորդն էլ եղավ Ալեն Սիմոնյանի դեպքը, ասենք օրինակ եմ։ Ալեն Սիմոնյանը բոլորը ընկալում էին, ոչ ինձ էին ընկալում Նիկոլ Փաշինյանի պաշտպան, այսպես կոչված։ Ալեն Սիմոնյանը ընկալում էր որ պետականության պաշտպան, հարվածների իր վրա ընդունող, պատասխանող, արձագանքող, ամեն անգամ նետվող եւ այլ, բայց իրան պետք չի էդի։ Իրան պետք է որ իրանից հետո լինի դատարկություն, նոր հետո Ռուբեն Ռուբինյան։ Իրան էդի պետք չի, ինքը այդ ճանապարհով գնալու դեպքում իր վերջը դժվար է ընդհանրապես ինչ կլինի։ Եթե այս պնդումը փոփեք մեկ վերնագրով, Ալեն Սիմոնյանի հետ վարչապետը վարվեց այնպես ինչպես ձեզ հետ։ Դա է ձեր։ Ալեն Սիմոնյանի հետ վարչապետը վարվեց 10 անգամ ավելի վատ, քան իմ հետ։ Ինչու՞։ Հիմա իմ կարգավիճակը ինչ էր, Ալեն Սիմոնյանի կարգավիճակը ինչ էր։ Կարելի է չէ կանչել Ալեն Սիմոնյանին, ասել պարոն Սիմոնյան կամ Ալեն ջան, ինչ նկատառումներից ելնելով գտնում եմ, որ դու չպետք է ես ազգային ժողովի նախագահ։ Ինչ կարիք կար այդ մասկարադա անել, ինտրիգների ճանապարհով բան անել, իբրև թե քվեարկության արդյունքներում բան եղավ։ Եվ հետաքրքիր գիտեք որն է, հետաքրքիրն է 1918 թվականի երբ որ ստեղծեց առաջին հանրապետությունը, Թուրքիան առաջինն էր եւ եթե միակը որ ճանաչեց այդ հանրապետությունը։ Հիմա էլ Ռուբեն Ռուբինյանը հայտնի Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ազգային ժողովի նախագահի տեխնացու, քելեշը շնորհավորեց Թուրքիայի կողմից։ Այսինքն Նիկոլ ընդհանրության է զգալիս, որ Նիկոլ Փաշինյանը իր թիկունքը ամրապնդում է։ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանին քննադատում էր, որտեղ որ պետք է շատ դեպքերում չէր կարա չհամաձայնվել իր հետ, բայց որտեղ որ պետք է նորմալ ասենք դիվանագիտական բաներ անում, մտքեր էր արտահայտում։ Ըստ էդի չէր բռնում այն քաղաքականության հետ, որ իրականացվում է Եվրոպայի ճնշման ներքո։ Իսկ Ռուբեն Ռուբինյանի դեպքում արդեն բոլորը գիտեն, թե ով է Ռուբեն Ռուբինյանը, եւ ամեն ինչ հստակ է։ Եվ հետեւաբար Ալեն Սիմոնյանի հետ վարվեց 10 անգամ ավելի դաժան ու վատ, քան իմ հետ։ Ես հաշվի առնելով կարգավիճակների տարբերությունը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալություն։ Ֆակտոր TV-ում հյուրընկալել էինք Հովիկ Աղազարյանին։